Երեք Փաշինյանը հերթական աբսուրդը հնչեցրեց, որ արցախցիների վերադարձի հարց բարձրացնելը նշանակում է նրանց հավերժ պանդխտության մատնել եւ այդ մեր օրակարգում չկա։ Խնդրում եմ մեկնաբանեք էլի։ Գիտեք, եթե ամեն անգամ իր մտքերը ուզում եմ գերադրական աստիճանը գտնել, չեմ գտնում, բայց հերթական ցնորքն է, որովհետև 2 տարի է անցել տեղահանումից հետո մենք մեզ ցավոք սրտի մեր հայրենիքում իսկ պանդուխտ ենք զգում հայրենիքի այս հատվածում ի շնորհիվ նույն Նիկոլ Փաշինյանի եւ ըստ մեզ եթե լիներ նորմալ ղեկավար բնական է մենք այդ զգացողությունը չէինք ունենա, որովհետև կլիներ մեր իրավունքների պաշտպանությունը, այսինքն բանակցային, եթե որպես այդպեսին կա գործընթաց, ապա այդ օրակարգում արցախցիների վերադարձի իրավունքը, որը այսօր միջազգային հանրության համարյա թե բոլոր հարթակներով միանշանակորեն ընդունվում է, ի շնորհիվ մեր ազգային ժողովի եւ մեր կողմից լիազորված հանձնախմբի կատարած աշխատանքի մենք այդ բոլոր արձագանքները ունենք միանշանակ ընդունվում է եւ ցավով եմ նշում որ այդ հարցը փակված է միայն Հայաստանի Հանրապետությունում ներկայիս իշխանությունների ձեռքով եւ այդ ժամանակահատվածում քանի դեռ իրենք կան եւ Ադրբեջանի կողմից եւ մենք շատ լավ գիտակցում ու հասկանում ենք որ այսօր չխոսել մեր իրավունքներից չունենալ միջազգային հանրության Ադրբեջանի առաջ պահանջ արցախցիների վերադարձի մասով դա ուղիղ վտանգ է հենց Հայաստանի Հանրապետության համար որովհետեւ լեգիտիմացնում է ամեն ինչը որ տեղի է ունեցել Արցախի նկատմամբ եւ Արցախ շարունակում է ունենալ առ այսօր լեգիտիմացնում է բոլոր գործողությունները եւ հնարավորություն է տալիս Ադրբեջանին առանց ինչ որ կաշկանդվելու նույն գործընթացը նույն գործողությունները իրականացնել նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ հայերի նկատմամբ որովհետեւ չխոսել 150,000 հայերի ցեղասպանությունից կամ ցեղասպանությունից մազապուրծ լինելուց ու իրենց իրավունքներից դա նշանակում է տալ թույլտվություն անել նաև նույնը մնացած հայերի նկատմամբ։ Ինչը որ անում է արդեն ի դեպ երեք էլ հրապարակվեցին Հայաստանի տեղանունների ադրբեջանական անունները Այո, դա վաղուց կա արդեն, դա վաղուց կա եւ փաստ ես զարմանում եմ նաեւ մեր հանրության վրա որ չեն գիտակցում օրինակ 2 տարի շարունակ ես շատ հաճախ կապանն եմ գնում, այսինքն Սյունիքում եմ լինում եւ յուրաքանչյուր անգամ նկարում եմ ու ինձ համար արձանագրում կապանի օդանավակայանի վերևում դրված դրոշը ինչպես են ժամանակ այդ լաթի կտորը մեծացնում ադրբեջանցիները դրանով հստակ նաև իրենց անելիքների մասին մենք շատ լավ գիտենք իրենց համար այդ խորհրդանիշները ինչ են եւ դրանց զուգահեռ մենք տեսնում ենք քիչ այն կողմ ավելի փոքր եւ գնալով փոքրացող հայկական դրոշի չափը այնպես որ ես կարծում եմ որ հստակ կողմնորոշումը ադրբեջանական կողմը իր բացարձակ ինքը չի թաքցնում այլ բան է որ դա լրացնում ու ճնշում է Հայաստանի իշխանությունը մեր ներքին լսարանում Խնդրում եմ այս դեպքում գնահատեք նաև այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի խոսում 1988-ից հետո Ադրբեջանի հայաբնակ տարածքներից բռնակախտած մոտ 250-300,000 հայերի վերադարձի մասին։ Գիտեք, ես վերջերս մենք շատ ենք անից հետ խոսում այդ մասին, եմ պարագայում երբ Տույնանձը որոշեց, որ պիտի հավասարի նշան դնի արցախցիների վերադարձի իրավունքի, ինչը ասեց Գերմանիայում, եւ ադրբեջանական, այսպես արևմտյան Ադրբեջան եզրույթի շուրջ շրջանառվող Հայաստանի տարածքըստեյության իբրև թե ցանկություն հայտնած ադրբեջանցիների գալու կապակցությամբ։ Սա հստակ հենց կոնկրետ անվտանգային համակարգի լուրջ կատարում է Հայաստանի Հանրապետության, որովհետև այդ պարագայում եթե իրոք եւ իհարկե եթե կա Ադրբեջանի կողմից հստակ որոշում որ պիտի կամ ցանկություն որ պիտի իրենց բնակիչները տեղափոխվեն ապրելու Հայաստանի Հանրապետության այն տարածքներ, որտեղ իբրև թե իրենք ժամանակին ապրել են եւ խոսքը առնվազն 300,000 ադրբեջանցու մասին է, դրան հակադարձելը ես կարծում եմ շատ պարզ էր, եթե կային տարյական պատմական գիտելիքներ, ինչ ես բնականը գիտեմ, համոզված եմ, որ կա, սակայն նպատակներն են Փաշինյանի այլ
Հետևաբար պիտի այդտեղ խոսվեր այն մասին, որ նույն ժամանակահատվածում, այդ խորհրդային միության փլուզման ժամանակահատվածում, երբ Հայաստանը հնարավորություն տվեց եւ արդեն իսկ Ադրբեջանը ագրեսիվ պահվածք էր դրսևորում եւ Արցախի հայերի եւ Հայաստանի հայերի նկատմամբ, բայց Հայաստանի Հանրապետությունը այն ժամանակ շատ աղաղ կերպով թույլ տվեց, որպեսզի իրենք վաճառեն կամ փոխանակում իրականացնեն իրենց տները եւ այնուհետև կարողանան անվտանգ հասնել իրենց հայրենիք։ Ինչը մենք տեսանք զուգահեռ ինչ արեց Ադրբեջանը։ Ըստ էության ցեղասպանություն տեղի ունեցավ հայաբնակ տարածքներում եւ այն մարդիկ, ովքեր որ կարողացան ողջ մնալ, իրենք ոտաբոբիկ, այսպես մազապուրջ մի կերպ փրկվեցին ու եկան Հայաստան, բայց մենք գիտենք, թե ինչպես խոշտանգեցին, կոտորեցին ու սպանդի ենթարկեցին շատ հայերի, հա։ Այժմ նույն ժամանակահատվածում եւ միակ հակադրումը պահանջների ադրբեջանական կողմի կարող է լինել պահանջ չունենալ փոխհատուցման մասով հայերի եւ դրանով փակել նաեւ իրենց այդ արևմտյան Ադրբեջանի նկատմամբ իբրև թե պահանջները կամ հստակ պահանջներ դնել եւ փոխհատուցման եւ եթե այդպիսի իրենք պահանջ ունեն, հետեւաբար նաեւ հայերը պիտի տեղափոխվեն ու ապրեն Ադրբեջանի հենց այդ հայաբնակ վայրերում։ Բնական է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի նպատակները ազգային չեն, ցանկություններն էլ բնական է այդպիսին չեն եւ հստակ իր ցանկացած գործողություն եւ խոսք այս պարագայում սպասարկում է միայն ադրբեջանական շահը։